Հայաստանի եւ Արցախի շուրջ լարված միջավայրի պայմաններում առաջինաբեցի տարբեր հատվածներ շարունակել են լարվածության բարձր ռիսկայնության պայմաններում լինել, գրել է ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Հայաստանի սահմաններում տեղի ունեցող իրադարձություններն ուղիղ կապվածություն ունեն Արցախում տիրող իրավիճակի հետ եւ հակառակը։ Եվ անկախ այն հանգամանքից, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը փորձում է ամեն գնով իրեն օտարել Արցախի հետ կապված հարցերից, միևնույն է հենց միայն անվտանգային տեսանկյունից Հայաստանն ու Արցախը միևնույն համակարգում են եւ նրանցից յուրաքանչյուրի դեմ հարվածը խոցելիություն է ապահովում եւ Հայաստանի եւ Արցախի համար։ Ըստ այդմ առանց Արցախ չկա Հայաստան եւ առանց Հայաստան չի կարող լինել Արցախ։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են ադրբեջանական քարոզչամեքենան տաղոտ տեղեկություններ է տարածում այն մասին, թե իբր Հայաստանի Հանրապետության զինվորները մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա եւ անձնակազմ է կենտրոնացնում Սոտքի հատվածում։ Նման կեղծ տեղեկությունների շրջանառմամբ ադրբեջանական կողմը տեղեկատվական հիմք է ստեղծում Սոտքի ուղղությամբ այսօր առավոտյան սկսած հերթական սադրանքը շարունակելու նպատակով։ Հիշեցնենք, որ Սոտքի հատկացում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 վիրավոր, 2 զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն կհրապարակի ավելի ուշ։ Չնայած կրակոցներին Սոտքում սեպտեմբերի 1-ը պատշաճ մակարդակով են անցկացնում։ Այս մասին ցերկետեի հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի Սոտք վարչական շրջանի ղեկավար Սևակ Խաչատյանը։ Նրա խոսքով ամեն ինչ նորմալ է, կրակոցները հեռվում են, գյուղն առօրյա կյանքով է ապրում։ Ամեն ինչ կարգին է, ես այս պահին դպրոցում եմ, երեխաները եւս դպրոցում են, սեպտեմբերի 1-ին նշում հաղորդեց նա։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով սեպտեմբերի 1-ին ժամը 7:50-ից սկսած ինտենսիվ կրակ է բացել Սոտքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր։ Ավելի ուշ Պաշտպանության նախարարության փոխանցմամբ Սոտքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի ինտենսիվությունը ժամը 11:20-ի դրությամբ նվազել է։ Առավոտյան 8-ից արթնացել են, քանի որ այդ ժամից արդեն կրակոցների ձայները լսելի են մոտավորապես 2-ից 2.5 ժամ տևեց։ Ցավոք ունենք զոհեր եւ վիրավոր։ Այս մասին այսօր օրագիրնիսի հետ զրույցում ասել է Վարդեհիս խոշորացված համայնքի միասնական Վարդեհիս խմբակցության ավականու անդամ Արաքս Հայրապետյանը։ Նրա խոսքով այս պահին Սոտքում իրավիճակը նորմալ է, կրակոցներ չեն լսվում։ Կրակոցները եղել են դիրքից դիրք, գյուղի վրա չեն կրակել։ Միգուցե հիմա դիրքերում կան կրակոցներ, ուղղակի գյուղում չի լսվում, ասել է նա։ Հարցին գյուղում այս պահին ինչ իրավիճակ է, գյուղացիները խուճապի մեջ են, թե ոչ, ավականու անդամն ասաց, ցավոք սրտի գյուղացիների մոտ սա սովորական բնույթ է կրում, քանի որ առաջին անգամը չէ, որ այս իրավիճակում են, հիմա իրենց բնական ցավի մեջ իրենց առօրյա աշխատանքն են կատարում։